Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի ժամն է, տեղեկացված լինելու և կարևորը բաց չթողնելու համար մնացեք մեզ հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոռացել է ոչ միայն Հայաստանի, այլև Նիկոլ Փաշինյանի անունը։ Թրամփը Փաշինյանին անվանել է մյուս տղա։ Ես զանգահարեցի երկու երկրների ղեկավարներին։ Ադրբեջանի նախագահ 22 տարի ղեկավարում է երկիրը և մյուս տղան հիանալի տղա էր։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մասին։ Հենց սկսեցի խոսել նրանց հետ, ես հասկացա, որ մենք լուծելու ենք այս պատերազմը, և մենք դա արեցինք, ասել է նա։ Նշենք, վերջին շրջանում Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո Թրամփը անընդհատ շփոթում է Հայաստանի և Ադրբեջանի անունը։ Մեկ անգամ էլ խուսափել է պատասխանել իր վկայությամբ Սպիտակ տանը կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված իրավիճակի մասին։ 37 տարի առաջ 1988 թվականի այսօրը երկար ընդմիջումից հետո Գանձասարի վանքում հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարքև Սրբազանը մատուցեց առաջին պատարագը։ Դարեր շարունակ հանդիսանալով Արցախի հոգևոր կենտրոնը, Գանձասարը միաժամանակ հայկական երկրամասի պատմամշակութային և շատ կարևոր է քաղաքական ու ազատագրական պայքարի հիմնասյուներից էր։ Դեռևս 17-րդ դարում Գանձասարի հոգևոր առաջնորդները սերտ համագործակցելով Արցախի մելիքություններում ծավալված ազգային ազատագրական շարժմանը վանքը դարձրել էին ազգապահպանության համար մղվող պայքարի կենտրոն։ Նույն առաքելությամբ Գանձասարը առանձնացավ նաև Արցախյան նորօրյա գոյամարտի ընթացքում։ 1992-ի դաժան ամռանը, երբ թշնամին գրավել էր ողջ հյուսիսային Արցախը և ռազմաճակատի գիծն անցնում էր վանքի մատույցներով, հայոց երկրամասի հոգևոր կենտրոնը ոչ միայն չհանձնվեց, այլև դարձավ ինքնապաշտպանական մարտերի կենտրոնատեղի, իսկ վանական համալիրը առաջնորդական տեղապահ և քահանա Հայր Հովհաննեսը զենքը ձեռքին մասնակցեց հայկական տարածքների պաշտպանությանն ու ազատագրմանը։ 2023 թվականի սեպտեմբերին Գանձասարը խոնարհվեց, բայց նորից վերահսկվելու հավատով։ Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան, հաղորդում են ԶԼՄ-ները հղում անելով ընկերության հայտարարությանը։ Մեր գործընկերության տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել կանոնավոր չվերթներ իրականացնել Ռումինիայի Տիմոշոարա քաղաք և Հայաստանի մայրաքաղաք Երևան, հաշվի առնելով հնարավորությունները, ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև մշտապես աճում է վստահության մակարդակը։ Նա աննախադեպ և դրական էր որակել Թուրքիայի հետ երկխոսությունը։ Այս ֆոնին Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Էրդողանի գլխավորությամբ նիստ է անցկացրել։ Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ ի թիվս այլ հարցերի քննարկվել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում վերահաստատում ենք մեր ջանքերը։ Նման հայտարարություն են տարածել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդից։ Ընդգծում ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին, նշվում է հաղորդագրության մեջ։ Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը նիստի արձանագրության հետ կապված տեղեկատվություն է խնդրել դատարանից։ Դատավորը ի պատասխան առաջարկել է նշել, թե որ որոշումների պատճեններն են ցանկանում ստանալ։ Բաքուն նաև կրկին ներկայացրել է այսպես կոչված տուժածներին։ Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։ Նշենք, որ 2 տարի է անցել այն օրվանից, երբ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկվեց Բաքվում։ Այդ ընթացքում Հայաստանը, հայերը և ամբողջ աշխարհը զրկվեցին նրա աշխատանքի արդյունքներից, ներդրումներից և աշխատատեղերի ստեղծումից մինչև կրթություն, մշակույթ և միջազգային ճանաչում։ Դրա բացակայությունը շոշափելի բաց է Հայաստանի համար։ Ահա թե ինչի կարելի էր հասնել ընդամենը 2 տարվա ընթացքում և ինչու են Ռուբեն Վարդանյանի տեսլականն ու նվիրվածությունը մնում անգին։ 70 տարի առաջ ճիշտ այսօրը, հոկտեմբերի 1-ին, ժամը 17:30-ին Մայր տաճարի զանգերը ավետեցին հայոց նոր հայրապետի Վազգեն Ա. ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության մասին։ Վազգեն վեհապարը գահակալեց մինչև 1994 թվականի օգոստոսի 18-ը, մնալով հարազատ զավակը և սիրեցյալ հայրապետի իր ժողովրդի։ Ի դեպ նա առաջինն էր, ով պատիվ ունեցավ դառնալ Հայաստանի Հանրապետության առաջին ազգային հերոսը։ Այսօր այսքանը։ Մնացեք մեզ հետ և շարունակեք լինել իրազեկված։